Բարև ձեզ, հայր ջան։ Հիմա կխոսամ երկու կերպարի մասին։ Սկզբից կներկայացնեմ ձեզ ով են, ինչ են, հետո նոր կներկայացնեմ ինչ ելույթ են ունեցել այսօր և կբացատրեմ ինչի համար է այս ելույթը։ Ուրեմն կխոսամ Խաչիկ Ասրյանի և Վլադիմիր Պողոսյանի մասին։ Խաչիկ Ասրյանը հանդես է գալիս որպես հայոց արծիվներ ջոկատի հրամանատար, ոչ ավել ոչ պակաս։ Վլադիմիր Պողոսյան հանդես է գալիս որպես Բաքվից եկած փախստական հայ, հանճարեղ պոլիտոլոգ։ Սկսեմ Վլադիմիր Պողոսյանից, ժողովուրդ ջան։ Վլադիմիր Պողոսյանը ոչ թե հայ է Բաքվից եկած, այլ Բաքվից եկած Գորսկի եվրեյ է։ 90-ականներին աշխատել է ոչ ավել ոչ պակաս Քորլևոնի ախրանայի պետ։ Բոլորս արդեն գիտենք, որ Քորը Իսրայելի Մոսադի անմիջապես ներկայացուցիչն է Հայաստանում, որ Քորին հատուկ աջակցել է։ Ոնց եք պատկերացնում, հայր ջան, հրեաները, ջհուդները տասնյակ տարիներ ստեղծում են կերպարները, որ ներդնեն այլ կամ այն պետության քաղաքականության մեջ, օրինակ հարց առաջանում, Ստալինի մերն էլ է բոզ եղել, Հիտլերի մերն էլ է բոզ եղել։ Էդ ոնց է լինում, որ բոզերի երեխեքը դառնում են հսկայական պետության ղեկավարներ։ Այո, եվրեյսկի շիքսաները այս կամ այն տղամարդուց պատվերով հատուկ հղիանում են, իրանց մեծացնում են, ոնց որ Նիկոլին։ Գիժմերը Էլչիբեի հետ խոզում են Իջիվանի գժանոցում, հղիանում է, ծննդաբերում է, հետո տալիս են այն, որ ասեց ես գտնում եմ, որ ավելի խելացի մարդ կարող է գտնել որպես վարչապետ, մի կերպ հասկացնում էր հայ ազգին, տալիս են այդ մարդուն, իբր թե իրան երեխենա աշակերտին բռնաբարել է, Նիկոլի գա ծնվել, որ իրան իբր թե չդադեն, վերցնում է Նիկոլիգին, գնում է այդ գժի հետ ապրում է, երբ որ գժին իբր թե ընկան է ծեծում սպանում է, վերցնում է գիժ Նիկոլին արդեն, գնում է առաջի կնոջ ու երկու տղու մոտ։ Այսինքն հայ միջավայրի մեջ Նիկոլիգ են մեծացնում որպես հայ։ Այն, որ Նիկոլը ոչ թե իշխանություն եկավ զավթեց, կյանքը դասավորվեց էտենց, չէ, ժողովուրդ ջան, 90-ականների ռոլիկա եղել 2021 թվին, երբ որ բարձրաձայնեցի այդ վաղ հլը դեր զապիսներ չէին կարողանում անել, այդ ռոլիկը ապալ-թապալ YouTube-ի միջից ջնջեցին ջհուդները։ 90-ականների սեղանի շուրջ Նիկոլը խլինկոտ նստած, բոլորը իրան ձեռ էին առնում, Քորլևոնն ասում է, Նիկոլին ձեռ մի արեք, ինքը լինելու է երկրի ղեկավար։ Ձեզ թող չթվա, թե հսկայական սովետական պետությունը քանդեցին, փաստի առաջ կայնան,
իրանք այս ինչ որ միջև հիմա անում են, կատարում են, դեռ սովետը քանդելուց առաջ իրանք այս պլաններն ունեն, որ տասնյակ տարիների համար ինչ ծրագիր պիտի անեն, համապատասխան կերպարներ, երկրի ղեկավարներ են ստեղծել։ Հիմա պիտի քանդեն, Արցախը հանձնեն, կուկուռուզ ու դող, պիրաշկի ու դող Նիկոլ են ստեղծում, հասկացաք։ Հիմա իհարկե տասնյակ տարիներ Քորլևոն կերպար են ստեղծել, ինչ որ պատահական Բաքվից եկած հայի ձեռը, իրանք այդ կերպարի կյանքը չեն վստահի։ Կարող է պատահի ջհուդներն են կամ միամիտ են, հային վստահեն ջհուդի կյանքը, որ պիտի երկրի ղեկավար սարքեն, որը պիտի մեր երկիրը դեմ տա, մեր ազգը եղերնու ենթարկի, բերեն հայի ձեռը դնեն, որ հայը տեսնի ինչա կատարվում, ելներ Մագդայի նման բոլոլա աներ, իհարկե ոչ։ Իհարկե Բաքվից անվան, հայի անվան տակ, եկելա Գորսկի եվրեյ Վլադիմիր Պողոսյան, Ֆիզически, մորալնի ուրոդ, դուք դրան որ տեսնեք, Quasimodo-ն ժողովուրդ ջան, փակ շուկայում տեսել եմ, զարմացել եմ, մետրու կես էլ չկա, ոտերը ծուր գանգնել այսենց։ Սկի եմ թթված եմիշը, եմ որ ասում ենք եմիշ գլուխ, դրա գլուխը վաբշե այսենց է։ Հիմա Վլադիմիր Պողոսյանը 90-ականներին եղելա Քորլևոնի ախրանայի պետը, հասկացանք որ ջհուդա, գնացինք առաջ ժողովուրդ ջան, 2018 թվին Սև Վադալասկով գիշեր ցերեկ լայվեր էր անում, Նիկոլին բերեն իշխանության, գովում էր, գովաբանում էր, որ Արցախի հարցը Նիկոլը պիտի լուծի, այո, Նիկոլին պետքա բերել, վերջապես ազատվել նախկիններից, որ հայերը վերջապես իրանց հաղթանակին հասնեն։ Շեշտում եմ, որ Վադալասկով էր Սև խոսում, ժողովուրդ ջան։ Լայվի ժամանակ հիշում էր խաչը, ձերը քծում էր լայվի ժամանակ, Վադալասկի միջից, հանում էր խաչը, այսենց այդ գարլավինքի դեմը, այսենց կախում էր։ Առաջ անգամ որ տեսա, զարմացա։ Ոնց կարա սենց բան լինիմ, ելույթ ա ունենում, խաչը հանելա, կախելա ու Վադալասկի գարլավինքի դեմ։ Ասի լավ, պայտակ չգիտեմ, իրանից դուրս բան արեց։ Մյուս լայվն եմ իրան տեսնում։ Նույն բանը արեց ժողովուրդ ջան։ Երբ որ երրորդը արեց, հասկացա, որ ոչ մի մարդ ընդհանրապես նամանավան տղամարդ նման բան չէր անի։ Այսինքն հասկացա, որ խաչը իրան համար ատրիբուտիկա է ընդամենը, կախի ստեղ, որ հայերը տեսնեն, որ ինքը իբր թե հայա քրիստոնյա է։ Կյանքում չավադակ որևէ մի տղամարդ հանի խաչը կախի այսենց հենց ամիջապես գարլավինքի դեմ, են է լայվի ժամանակ, ժողովուրդ ջան, տարօրինակությունը ենքան պրիմիտիվ էշ են, մի սխալն արել է, 3 անգամ նույն սխալը անում էր։ Հիմա, ես ձեզ ցույց կտամ, հիմա, իրան նկարները, որ դուք համոզվեք, որ խաչը իրան համար, նայեք, ոչ մի հայ տղամարդ կարճ ցեպի վրա, խաչը չի կախում, քիչ է կարճ ցեպի վրա, որ ստեղ երևա, կախում են շորից, արդեն շորերից, նայեք, շորի վրից։ Ասեմ իմանաք Տիլեգրամի չաթում, երբ որ սրա մասին խոսացի, դուք չեք պատկերացնում,
քֆուրների լկտիության աստիճանը, որ ինք դրեց ինձ անձնականով, այդ քֆուրները գրեց։ Ձեզ ցույց են տալիս կիրթ, ինտելիգենտ։ Ես հիմա, որ մեկ քֆուրներ եմ գրում կամ խոսում, ժողովուրդ ջան, ստեղ չի, այստեղը հասել, իրանք պիտի իմանան, որ իրանք էս կեղտն են իրանց հետ, պիտի իրանց հասանելի, իրանց ուղեղին հասանելի լեզվով խոսաս, որ իրանք իմանան, որ իրանք կեղտն են, են քֆուրները, որ տվել են հայ ազգին, տասնապատիկ ավել են վերադարձնում, ժողովուրդ ջան, հիմա, մի րոպե, ես հիմա ձեզի ցույց կտամ խաչերը, տարբեր օրեր, ոնց է կարճ ցեպի վրա, հագուստի վրից, ինքը այդ ցեպերը, այդ խաչերը կախում է, նաև ցույց կտամ ուրիշ սիմվոլիկա իրան։ Նայեք, ես էլ ուրիշ օր է։ Ստեղ թևի վրա, նայեք, հրեաները կամ սատանիստները տեսնում եք, մյուս ձեռին, այսենց, շղթայա, մեկայի բան կամ ստեղ գլխին են դնում իրանք, կամ ձեռից են բանանում ջհուդները, հեսա նայեք, ստեղ ցույց կտամ ձեզի ժողովուրդ ջան, այսենց շատ հրեաներին, ես չգիտեմ ես ինչ է նշանակում, ով գիտի թող ինձ գրի, էսի ինքն է, էսի, չգիտեմ, մասոնական երևի ինչ-որ հերթական նշանն է, ստեղ նայեք, այսենց նամանավանդ էս էգած ռուսի ուկրաինցու անվան տակ հրեաները, որ եկել են ստեղ, իրանց դոշին եմ տեսնում, այսենց վզից կախած, ինչ է նշանակում չեմ կարա ասեմ, ժողովուրդ ջան, ես էլ ուրիշ մի օր է, ուրիշ հագուստի հետ է, հակած նորից, էսա նայեք, ստեղ ուրիշ հագուստով, ուրիշ օր է, էսի նորից ուրիշ օր խաչը տեսնում եք, նայեք, խաչը, ոչ մի հայ տղամարդ, կարճ ցեպի վրա խաչ չի կախում, նամանավան շորի վրից, հիմա, ես էլ չգիտեմ ինչի սիմվոլիկա է վզից կախած, նայեք, ահա, չեք պատկերացնում, ինքան անգրագետ են, երեխեն դբրոցում, եթե արտագրի գոյնե կֆայմի, որ բարերը, եթե միտքը գողանում է, գոյնե տարբեր նախադասություններ կգրի, որ չհասկանան, որ միտքը գողացած է, ուրեմն հայ մարդն է գրե, Սամվել Ասլիկյան, այս նկարը բոլորը հիշում եք, Թուրքիան, Ադրբեջան, Ռուսաստան, ղեկավարները, Արցախը հանձնելուց հետո տորթն է, էսա տեսնում եք, իրանց դրոշակներն է, էսա տեսնում եք, հայը գրել է, Սամվել Ասլիկյան, այս նկարը պետք է լինի ամեն հայի աչքի առջև, ամեն օր, ամեն ժամ, այս նկարը պետք է ձևավորի գիտակցությունը, արժանապատվություն արթնացնի և մղի դեպի ինքնիշխան Հայաստան, ամեն օր նայեք այս նկարը, ամեն օր, այս պոստը նայեք եսը, այս պոստը հայն է գրել, հայերեն լեզվով,
Սամվել Ասլիկյան։ Ստեղ տեսնում ենք Վլադիմիր Պողոսյանը ռուսերեն լեզվով թարգմանել է, գողացել է հայի միտքը, պրիմիտիվ եմիջ գլուխը, թթված եմիջ գլուխը ու գրել է. Это должно стоять перед глазами каждого армянина, каждый день, каждый час. Это зрелище должно пробудить сознание, пробудить достоинство и вести к суверенной Армении. Каждый день смотрите на эту картину. Каждый день. Հասկացաք, ինչ կան իրանց խելքի թռիչքը։ Էսա, ես էլ ցույց տամ, որ համոզվեք Վլադիմիր Պողոսյանի գրարումն է ժողովուրդյան։ Հիմա գնացինք դալշը։ Վադալասկից սենց խաչը հանում էր, կախում էր, Նիկոլ էր գովում, ոնց որ դոդը, Նայիրը Զոյրաբյանը, Էֆիա ջանը, սաղ սենց Նիկոլին բերեցին, Նիկոլի որը, բարիբուն իմաստությամբ, իրանց կրծկերով պայեցին, Նիկոլ բերեցին, պեչատը խպին, առավոտ նստան ապոզիցիա։ Փոշմանել են, Նիկոլին բերել են, ասում են Նիկոլը լավը չի, պիտի անենք։ Միջև հիմա է դերը խաղում են։ Նույնը արել է Վլադիմիր Պողոսյանը ժողովուրդ։ Հենց Նիկոլին բերել են, անցել է Հագա Նիկոլ խաղին, Немного не мало, հիմա ցույց կտամ ձեզ ժողովուրդ, Немного не мало, պատերազմը, որ 20 թվին մեր գլխին սարկեցին եղերնը իրականությամբ և մեր վզին փաթաթեցին կապիտուլյացիա, պարզվում է, Վլադիմիր Պողոսյանը, որ այդքան Նիկոլի դեմ խոսում էր, եղել է ոչ ավել ոչ պակաս պատերազմի օրերին Հայաստանի Հանրապետության վարչապետի Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի բանակի գլխավոր հրամանատարի խորհրդատու զենքի հարցերով։ Հասկացաք, այն որ Նիկոլը նստավ սամալյոտ, 35 միլիոն էր ամեկին, հա, լոչիկ պոչիկ սամալյոտչիկ խաղցավ, պատերազմից հետո ասին Պուտինը քծել է, բոյի գալովկա չի տվել, կարկասնա տվել, ռումբ չի տվել, զենքի գծով, բոլորըց հիշում եք, ոնց են տղաներն ասում էին, որ պահեսները զենքերով ռմբակոծում էին, իրանց տալիս էին կալաշնիկովներ, պատերազմից առաջ, իբր թե Պուտինը շատ նեղեցել էր Նիկոլից, որովհետև այրապորտը չի վազե դիմավորել, բայց Պուտինի հետևը լիզելով Պուտինից շուտ հասավ այրապորտ, նեղացել էր այդենց, պատերազմի օրերին մեզ իբր թե չօգնեց, որովհետև Նիկոլից շատ հսկայական երկրի պրեզիդենտ իննադայնում իլանին հետևը տալիս է գելուն։ Նիկոլի ինադուն մի ամբողջ հայ ազգի եղերն ու թողեց ենտարգել, հիշում եք չէ 15 թվի սուրպերի նկարներ, եղերն ինքնանտուներ, սենց ինչ-որ վիճակներ, Նիկոլի ինադուն թողնում է մի ամբողջ հայ ազգի եղերն ու են ենտարգում։ Հիմա պարզվեց զենքերը 200 միլիոն դոլարի, որ Սերժիկը պայմանագիր էր կապել, որ զենքերը պիտի գային Հայաստան, ասում է պատերազմի օրերին զենքը եկել է Պուտինը տվել է, Պավարոտ տվել են Ադրբեջան ա մտել, զենքի գծով խորհրդատու Վլադիմիր Պողոսյանն էր, դուք հավատում եք, որ ՖՍԲ-ն Ռուսաստանից զենք է ելնում,
չեն տեսնում ուրա գնում։ Պատերազմից հետո դրուկ որոշվում է, որ վայ, զենքը պավարոտ տվել են, տարել են Ադրբեջան հայերին խփելու համար։ Ժողովուրդ ջան, Վլադիմիր Պողոսյանը այդտենց խորհրդատու էր։ Հիմա ինչ ենք տեսնում։ Վլադիմիր Պողոսյանին խորհրդատու սարքելու համար Владимир Погосян награжден медалью за заслуги перед Отечеством։ Ուզում եմ հասկանալ, քորե օրով եղել է ախրանայի պետ, հետո Հայաստանից թռել է, Նիկոլ բերելու ժամանակ լայվեր էր անում, за какие заслуги Մարոժնի ու դողնա։ Վլադիմիր Սերգեյ Պողոսյանը վարկեբատրվել է հայրենիքի մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով։ Շնորհավորում եմ դիստրիկտը, ձեզ բախտում եմ նախ և առաջ այս օրին համոջություն և ձեզ և ձեր ընտանիքին հաջողություններ և ձեր պրոֆեսիոնալ պաշտականությունների անդրադարձ մակարդակով։ Շնորհավորում եմ։ Снимаем ЕП եղել։ Так, 27 мая 2020 года. Այսինքն պատերազմից առաջ за какие заслуги Մարոժնի ու դողը, որ Հայաստանը դեմ տվեց Մարոժնի ու դելով ու թռավ 100 հատ փաստաբան գործ էին հարուց է, սա կբռնեն, կձերբակալեն, մաման կլացածնեն, ուրեն է թղթերը չգիտենք։ Արպինե Հովանիսյան կար, Սերժիգի նախարարը արտարադատության։ Հիմա էդի էր կազմակերպել։ Հիմա տեսակ, Մարոժնի ու դողը, ոնց է եմիջ գլուխ Վլադիմիր Պողոսյանին, երկրորդ աստիճանի за заслуги перед Отечеством, պարգևադրում է տալիս, շքանշան է տալիս, մեդալ է տալիս։ Ժողովուրդ ջան, կա այտենց մի կերպար Խաչիկ Ասրյան։ Հիմա իրան նկարները ձեզ ցույց կտամ, իրան մասին մի թեթև կպատմեմ։ Բա, նայեք։ Գիտեք ինչ ուսեր է, նկարները բռնցնում են ռակուրսն են հենց որ ինչ գեներալ, ինչ Սասունցի Դավիթ, գիտեք ինչ, այսա գելնեմ ու սաղ կոչնչացնեմ հայոց ազգի թշնամիներին։ Հələ նայեք ինչ կերպար է, ուսերը սենց կայնել է, նայեք։ Դե ենքան հայրեն ասեր է, նի նաշիմ, նի վաշիմ, հայոց գերբի մոտ ոչ Սերժի, ոչ Քոչարյանի, ոչ քորի, ոչ Նիկոլի, նի много նի մալը Քրիստոսի նկարն է, ահա, այտենց հավատացյալ է, էսա կպատմեմ ձեզի, շատ բան կպատմեմ։ Էսի Ուկրաինայի, Ռուսաստանի ջարդը, որը սկսին հրյաները, նայեք, հսկում է պետությունը, նայեք, բինոկլով, նայեք ինչ խիստ հայացք ունի, բինոկլով, ինչա գրում Խաչիկ Ասրյանը, հայոց արծիվներ քաջերի ջոգատը, բարեկամ Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ են կռվել ՆԱՏՕ-ի դեմ, նի много նի մալը։ Էսա շատ բան կպատմեմ ձեզ ժողովուրդ ջան։ Ուրեմն երբ որ սկսեցի պատերազմ, որ քանի շուտ է, շատ չեն քանդե, թողեք թող սովորեն, պետությունը կատակ չի, որ մարդկանց կյանքի և սահմանների հողերի հաշվի վրա,
թողենք, թող սովորեն, ահա, մի հատ էլ դիպլոմնի պրոյեկտ գրեն, զաչոտնիները գրենք, ուրեմն, երբ որ առաջ արգեցի, ելնենք կնանիքներով նստենք հրապարակ, անժամկետ, պահանջենք, էդի 19 թվի բան եմ պատմում, ժողովուրդ ջան, պատերազմից առաջ, անժամկետ հայ կանայք նստենք, պահանջենք իշխանության հրաժարականը, ինձ զանգեցին Աշոտ Ալեքսեևիչ կար մի հատ, Քոչարյանական էր, Ասրյանի հետ, խաղում էին Քոչարյանի պաշտպանն է, այդ ժամանակ հլը դեր մտածում էի, որ Քոչարյանին բռնել են, երևի Հայաստանի փրկողնա, սրանք բռնել են, որ չփրկի, 30 տարի մեր գլուխը լվացրել են, որ Արցախը պաշտպանել են, երկիրը պապաներն էին կառավարում, պաշտպանում, պարզվեց, որ երկրի գլուխն ու ազգի գլուխ ուտողներն են, ժողովուրդ ջան, ինձ զանգում է Աշոտ Ալեքսեևիչը մեսենջերով, ասում է Մագդա, не надо народ поднимать, շուտով ջոգատ է կազմվում, առանցին, Նիկոլին տեսին չեն անելու, խաղ են խաղում Աշոտ Ալեքսեևիչ, Ասրյան, Քոչարյանի աջակիցներից կռվում են, առանձնանում են, այսենց տեսակ Ասրյանի տեսքը, լավ կայնան ժողով արեցին Դալիջում, գերբ, դրոշակ, սաղ տեղը տեղին, տրիբունա, ոնց որ պետքա, Ասրյանը սենց խիստ տեսքով, 12 կետ կարտած, ժամկետ դրեց Նիկոլին, որ եթե էս կետերը դու, էս 10 օրեր թե 15 օրվա մեջ չկատարես, 50,000-անոց արծիվների հետ, ոբշիմ գրավում են ազգային ժողով, կառավարության շենք, Նիկոլի մաման լացացնում է, մինչև հիմա արծիվները ուր են թռնում, չգիտեմ, նապաստակի նման, ահան, այդ խաղերը սկսեցին խաղալ, ամեն անգամ ելնում է, շատ եմ արդեն ավելի շատ եմ զայրացել, ուլտիմատումը դնում է, Նիկոլը բանի տեղ չի դնում, մեզի կուտ են տալիս, որ էսա, սպասեք, համբերեք, բերին հասցրին պատերազմին։ Ուրեմն կապիտուլյացիայի գիշերը տեսել եք ժողովուրդ ջան, ազգային ժողովում ես էլ եմ ընդեղ եղել գիշերով, մեզ ժամը 5-ին ասին, ոբշիմ գնացեք, քֆուր եմ դրել, ասել եմ, եթե փաստաթուղթ, ոստիկաններ, բան բերին լցրին, եթե ստեղ ինչ-որ մի փաստաթուղթ ազգային ժողովը վավերացրեց, ձեր մերը, ձեր սաղին, քֆուր եմ դրել ու դուրս եմ եկել, առավոտ ելնում եմ ապալ-թապալ, գնում եմ հրապարակ, Ասրյանն ա եկել, հերոս, հայոց ազգի հերոսն ա եկել, ճլոլած ժողովուրդ, մեր գուհատ ալկաշ բոմժեր եկել են նստել են հրապարակի պուլպուլագների մոտ, եկել եմ նայում եմ, ասում եմ, դուք ինչ եք անում, վրոդիբե Արցախում կռիվ եք տալիս, ես ոնց հասցրեցիք եկաք, բա էսա ժողովուրդը գալիս ա, օրը դարձավ գիշերվա 12, արցախցիները խեղճ կանայք որ փախե եկել էին, էլ Էջմիածինից, էլ Մասիսից, տարբեր տեղերից եկել են, լծվել են, սպասում ենք էսա Ասրյանի 50,000-անոց ջոգատը վերջապես գկա ուլտիմատումը գկատարի Նիկոլի երատոյի մերը գլացացնի, Նիկոլ միջև հիմա կուկուրուզը հետևը մտցրած պիրաշկի ա զղտգվում, գնացին, հանում ասենց փող ա տալիս, գնացեք ժողովուրդին ուտելիք բերեք, բերել են մի 10 հատ քյաբաբ, ասում եմ ինձ պետք չի, ես տեղ մոտիկ եմ աշխատում, ես խեղճ Արցախի կանայք առավոտվանից սպասում են Ասրյանը զայրանա, ելնի Նիկոլի մաման լացացնի Արցախ փրկենք,
Թողել եմ եկել եմ ժողովուրդ ջան, մի 3-4-5 հատ բոմժ ալկար, ֆորմեկը հակած, նստած էին, բեմադրություն էին անում, հիմա, հիշում եք, մի հատ էլ Սիմոն Մարյանյան կար, քյաչալ մուրուկնեսկան, 60,000-անոց ջոգատել, Կրասնադարի կողմից ինքն էր վերցրել էր, գալիս էր, մինչև հիմա չեն հասել տեղ, գալիս էին Արցախ փրկելու Նիկոլից, Արցախը փրկեն, Ալիևից, Նիկոլից, 60,000-անոց ջոգատնել, գալիս էր Կրասնադարի կողմից, այտենց պիտի գային 60,000 Սիմոն Մարյանյանը, 50,000-ը Խաչիկ Ասրյանը, 110,000-անոց ջոգատ են ստեղծել, ելով մեր դեմ կարար, ոչ մեր, հասկացաք, Ասրյանը ով է, Խաչիկ Ասրյանը, Վլադիմիր Պողոսյանը ով է, հիմա նայեք ինչ են արել ժողովուրդ ջան, Իրանում բնակվող բոլոր հայերից կազմավորենք կամավորական կոդ հələ մի հատ ձենը, Պրիչոսկեն էլ փոխել են, ստեղ քյաչլծրել է, ես միանը, եստեղ ինչ-որ բան են աճծրել, որ մենք չճանանչենք, էսի են արձիվն է, սարերի, ձորերից եկավ հասավ մեզի նորից, նայեք, Իրանում բնակվող բոլոր հայերից կազմավորենք կամավորական կորպուս بیایم یک گروهی از تمامی ارامنه در ایران تشکیل بدیم եւ այդ կամավորական կորպուսը Այս քյաչալը կողքից Վլադիմիր Պողոսյանն է, նայեք ժողովուրդ ջան, այսի ագնոցները գլխին, այսի Վլադիմիր Պողոսյանն է, խոսածողն է սենց, դե ինքնավոր կա Սասունցի Դավիթն է, բանն է, Խաչիկ Ասրյանն է, Պրիչոսկեն են փոխել, որ չճանանչեք, մի հատ կերպարը նայեք, կամ նախալավ ու զղթգվել է, կամ ենքան շոր են կիցելի տագից հագցրել, որ թափ ունենա, ճիջու ժողովուրդ ջան, ճիջու, երկուսն էլ մետրո կես, երկուսին էլ տեսնեք, հաստատ զուկարան գվազեք առաջնահերթի։ و با اون گروه داوطلب Իրանի զինված ուժերի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ در کنار نیروهای مسلح و سپاه پاسداران جمهوری اسلامی անհրաժեշտության դեպքում در صورت ضرورت կռվել Իրանի ժողովրդի, այդ թվում Իրանում բնակվող հայերի արտաքին բոլոր ճշնամիների դեմ در برابر تمامی دشمنان خارجی مردم Պատկերացնում եք 80 միլիոնանոց Իրանը, Հայաստանը սաղ 3 միլիոնը, որից պարզվավ 1 միլիոն ջվուդա, Ասրյան էլելա գնում է պարսիկներին օգնի։ Պատկերացնում եք, նատոյի դեմ գնում է կռվի։ Թուրքիայի, նայեք ինչ խաղ են խաղում, Թուրքիայի, Իսրայելի, հələ տեսեք ինչ քսի են տալիս մեր վրա, و ارامنه‌ای که در ایران زندگی می‌کنن بیست. من تشکر میکنم از شما برادران و خواهران عزیز. Ես շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի քույրերին եւ եղբայրներին։ شما به درستی گفتید که ما یک ملت هستیم. Դուք շատ ճիշտ նշեցիք, որ մենք բարեկամներ ենք եւ բոլորս մի պետություն ենք։ کشور ما تحت یک تجاوز ناجوانمردانه و غیرقانونی قرار گرفته. Եվ մեր երկիրը հիմա արժերեսվել է անօրինական ագրեսիայի հետ و ما با تمام توانمون در مقابل این تجاوز ایستادیم. եւ մենք մեր ամբողջ ուժով կանգնած ենք այդ ագրեսիայի դեմ։ ملت ایران هرگز در مقابل هیچ قدرتی سرخم نخواهد. Իրանի ժողովուրդը երբեք ոչ մի ուժի դիմաց չի խոնարհվելու։ و در طول تاریخ هزاران ساله ما بارها متجاوزین تجاوز کردن به کشور ما ولی هرگز نتونستند کشور ما رو تصرف کنند. Եվ մեր հազարամյակների պատմություն ունեցող պատմության ընթացքում դաշնամիները
Եղել են դեպքեր, երբ որ հարձակվել են մեզ վրա, բայց երբեք չեն կարողացել մեր դեմ հաղթանակ տանել։ از این ابراز لطف جناب عالی هم خیلی سپاسگزارم. Եվ անչափ շնորհակալ եմ ձեզ ձեր ցավակցական խոսքի համար։ همین که میگید برای ما بسیار دلگرمی بزرگ Եվ است. այն, որ եկել եք այստեղ ձեր ներկայությամբ դա մեծ աջակցություն է մեզ համար։ جامعه ارمنی مقیم ایران هم بخشی از ملت ایران در کنار بقیه ملت داره دفاع میکنه. Իրանում ապրող հայ համայնքն էլ համարվում է Իրանի հասարակության մի մաս եւ Իրանի ժողովրդի կողքին պաշտպանում է երկիրը։ همه متحد و منسجم کنار همه. Մենք բոլորս միասնական եւ միմյանց կողքին ենք։ خیلی متشکرم. Անչափ շնորհակալ եմ آقای ձեզ։ صفی اون دوستان دوستان دانشجوهایی هستن که هم اومدن برای گذاشتن گل تعداد دانشجو هستن اینا. بله Ուսանողները կարող են գալ, մոտենալ։ بله Մենք կարող ենք ժողովրդին بله آیه ժողովրդի կարող ենք ասենք։ بله Տեսակ, Իրանում Արցախը պաշտպանեց, Ռուսաստանը պաշտպանեց, եկել է հիմա Իրանն է պաշտպանում, ժողովուրդ ջան։ Պատերազմ չկա, պատերազմը ինտերնետի վիդեո ռոլիկների միջոցով տպավորություն է ստեղծում, ժողովուրդ ջան։ Այսօր տարածեցին ինֆորմացիա, որ Իրանը ավիաուդար է տվել աշիբычնը սխալմամբ Ադրբեջանի վրա 30 կիլոմետրի վրա, այսինքն աշիբычնին որն է սխալվել է, այսինքն Իսրայելին էր խփում, ուրեմն ինչ որ բալիստический ռակետա է խփել դալնի ռադիուսով, ոնց կարար 30 կիլոմետրի վրա գնար ընկնել, ավիաուդար, պարզվեց, որ Ադրբեջանն լավ հայտարարեց գրեցին, որ հակահարված է տալու։ Խայտարակ են եղել, ավիաուդար աշիբычնի խփում է Իսրայելին, ընկել է կողքի գյուղը։ Խայտարակ եղա։ Էլան ասեցին, որ բիսպիլոտնիկ է եղել։ Չգիտենք, որ Իսրայելին բիսպիլոտնիկով պիտի խփեր, աշիբычնի խփեց կողքի գյուղը Ադրբեջանին ընկավ։ Ալիևն էլ ասեց, գելնես ներողություն կխնդրես, որ ես շատ չջղայնանամ։ Ժողովուրդ ջան, առաջի երկրորդ պատերազմները, որ գծեցին Իսրայել-Իրան ձևական, էլան ասեցին, որ Азербайджан выступает против Ирана совместно с Израилем, предоставит авиабазы свои для удара по Ирану. Էլանք փաստաթղթերը նկարելով ցույց տվեցինք, որ Ադրբեջանն ու Իրան ոնց են իրար դեմ, եթե նույնտեղն ուդում են, նույնտեղն էլ մուրդռում են, դաժե տարբեր տեղ չեն մուրդռում։ Փաստաթղթեր հանեցինք, որ Իրանն ու Ադրբեջան ունեն փաստաթուղթ о военном сотрудничестве, պատերազմի ժամանակ իրար օգնել, ոնց են իրար դեմ։ Սերգեյ Շաքարյանցը իրանագետը գրել էր հոդված, մի հոդվածի մեջ ժողովուրդ, միտեղ գրել էր սկիզբը, որ իրար դեմ են, տագը հոդվածին գրում է փաստաթուղթ է դնում о военном сотрудничестве։ Ասում եմ, Սերգեյ, как они против друг друга, если փաստաթուղթ են ստորագրում о военном сотрудничестве։ Ասում է, это разные вещи, Иисус Քրիստոս։ Հիմա նույն խաղը, ոնց որ մի հոդվածի մեջ ինքն իրան մերժող բաներ էր գրել, взаимоисключающие բաներ էր գրել, իրարա մերժող միտք էր գրել, ու ասում է, это разные вещи, մեկը մյուսի հետ կապ չունի։ Նույնը հիմա են անում, ժողովուրդ ջան։
Եվ որ այդ փաստաթղթերը դրեցինք, ասեցինք, որ ունեն պայմանագիր, պատերազմի ժամանակ, եթե որևէ մի երկրի վրա հարձակվեն, իրանք իրար օգնելու են։ Փաստեր դրեցինք, որ մեր Արցախի հողերի վրա նիգդե նիբուց Իրանը Ադրբեջանի հետ 2025 թվի կարծեմ ամառներ վայենի բան են արել, ուչենյաներ են, իրար հետ արել են, սովորեն իրար հետ հավասարար սինխրոննի կրագ են, հանգար չսխալվեն։ Փաստաթուղթ դրեցինք ինտերնետից, որ 35 տարի Իրանի վայենի ուչիլիշեն և Ադրբեջանի վայենի ուչիլիշեն իրար հետ փորձի փոխանակում են անում։ Էս ոնց են իրար դեմ։ Խայդարակ եղան, մյուս օրն ասեցին, Տրամպը փոշմնել է, այլ չի կրակելու, ռումբը չի քծելու։ Մի օր առաջ գրել են ռումբը քծել է, որ ասեցինք, եթե լաբորատորիան 300 մետրը գետնի տակ է, այդ ինչ հզորության ռումբ պիտի քծեին, որ 300 մետրի տակ ծխեին այդ լաբորատորիան, Իրանի կեսը պիտի չլիներ, մենք էլ հետը։ Էլան ասին, չէ, ռումբ չեն քծե, փոշմանել են։ Միջև այդ գրել են, որ քծել են, լաբորատորիա գոյություն չունի։ Դրանից հետո գրեցին, որ Տրամպը փոշմանել է, Մագատեն ասել է, որ ядерный разработка չեն անում։ В общем, այդ սա փոշմանա, всё, խաղը պրծավ։ Հիմա ինչ են խաղում։ Ժողովուրդ ջան։ Հիմա խաղում են, որ Լիա Ավետիսյանով, ընսև տրճեն ջվուտ շունը, որ մորկուրինա թալան է, Բերտը նստած էլած, ռեկլամնա ագենստվա թալանած, Լիա Ավետիսյանեն, որ ասում են գրող, բանաստեղծ, լիտերատուրավետ, Պարիս հերունի գործերը, սաղ գողացող պլագիատորը։ Ձեզ ցույց են տալիս, որ հանճարեղ բանա, исследователь, գրականության մեջ исследователь Ենենցա исследованին տարե, պարզելա, որ սաղ աշխարհն ասում են Պուտինը շալոմով ջվուտ է, Լիա Ավետիսյանն ասում է, չէ, հայ է։ Էս մեր թաղերից է։ Բանից, երրորդ մասից, Շենգավիտից, Կռիվոյից, Պուտինն այդտեղից է, հայ է։ Ուրեմն Լիա Ավետիսյանը ձեզ էս կես տարի ասում է, որ Իսրայել нам поможет։ Բլոգերները, թլոշները ասում են Իսրայել Արմենիի поможет։ Սաղ տարածում են հայերն ու եվրեյները նույն արմատն են, նույն ժողովուրդն են, նույն տրագեդիան են ապրել։ Израиль как нам поможет, если 3 года тому назад Իսրայել օֆիցիալնա պաշտոնական հայտարարել է Քնեսետում, արտաքին գործերի նախարարն է հայտարարել, որ Իսրայելը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում։ Իսրայելը как нам поможет, եթե պատերազմը հələ չհասցրին թուղթը ստորագրին, Израиль հայտարարեց, որ и только благодаря интенсивным поставкам оружия Израилю, Азербайджану удалось победить Арцах. Это кто там обещает нам, что евреи, которые в 1915-1923 годах устроили нам геноцид 20 миллионов армян. 1,5 миллиона армян погибли страшной смертью голода и жажды в пустынях Дель-Эзора. Это от каких евреев армяне должны ждать помощи? Когда они нам устроили 1937 год, репрессировали армян в ссылку, уничтожали как врагов народа, уничтожили наше духовенство. От каких евреев ждут псевдоармяне нам капают на мозги, что евреи нам
помогут, Израиль нам поможет. Если в 1941-1945 годах погибло 600 тысяч армян в геноциде, который устроили евреи арийцам, христианам, славянам Европы и Советского Союза. На самом деле не Холокост был, а геноцид неевреев евреями. Они это сделали для создания Израиля. Это как должны евреи помочь армянам, если азеры и есть евреи хазеры, которые устроили нам геноцид армян в Сумгаите, Баку, Шаумяне, Мараке, в Кировабаде. Землетрясение в Ленинакане, псевдоземлетрясение, 4 бомбы ядерные взорвали. Вы кому пытались лапшу на уши вешать? Вы кому пытались лапшу на уши вешать, что наши враги должны нас от самих себя спасти? Вы назвали нас быдлом и сами же поверили в эти сказки, что мы быдло. Быдло отродясь вы и есть, евреи поганые, гонимые Богом, проклятые Богом. Ժողովուրդ ջան, ինչա կատարվում։ Ուրեմն Արցախում մեր հողերի վրա, երբ որ Ռուսաստանի ջհուդները օգնեցին Ադրբեջանին գրավել այս եղած ջհուդների միջոցով հայախոս թլպատվածների, Արցախը հանձնեցին, հայաթափ արեցին եղերն անելով, Ռուսաստանի գեներալիտետը զեկուցում են, որ ավելի դասրոչնի են հանձնել Ադրբեջանի մնագաստրադալնի ժողովուրդին իրանց պապենական հողերը, ժամկետից շուտ։ Հիմա ձև են թապե, որ Ռուսաստանը կապ չունի, Սյունիքի կամուրջը, Տրամպի կամուրջ դրեցին անունը, Բոս Տրամպի կամուրջը, իբր թե Պուտին здесь ни при чем. Путин ինքն ասեց, եղերն կատարելուց հետո появились благоприятные условия для разблокировки дорог. Никол не враг, Никол смелый, храбрый. Ба, в чем он смелость проявил и храбрость в подставе армян? Հիմա 4 հատ վայենի բազա են կառուցել, վայենի այրադրոմներ մեր հողերի վրա։ Երեկ արդեն հայտարարեցին, որ Азербайджан предоставляет Израилю. Лия Аветисян, привет! Аферистка еврейка, привет! Я еще лайв сделаю. Про тебя, аферистку Лия Аветисян, как ты бантик завязываешь, как կզելով ելնում ես հայերին փորձում ես խապել, եկա քյավտար 77 տարեկան։ Ուրեմն предоставит военные аэродромы Израилю։ Ու ձևացնում են, որ սովետский аэродрոմը դուք պատկերացնում եք, կուկուրուզնիկների аэропортները իբր թե предоставляет Израилю Իրանի 80 միլիոնանոց քսիրի դեմ, 80 միլիոնանոց պետություն քսիրի դեմ կռիվա տալիս կուկուրուզնիկների аэрոդրոմներով։ Բա ասում էին, որ Израиль нам поможет. Оказалось, Азербайджан помогает Израилю, предоставляет свои аэродромы. Ինչ են խաղում, ժողովուրդ ջան։ Խաղում են մենց քրիստոնեական, մուսուլմանական պատերազմի բեմադրություն։ Երկու ամիս առաջ ելան Ամերիկայում ջհուդները, ես վաղը ռուսերեն լայվ կանեմ, այդտեղ դուք գտեսնեք վիդեոները,
որ ջվուդները էլան են դեղ բեմադրություն արեցին Ամերիկը բիզ մուսուլման։ Ամերիկան բոլորին ասոցիացվում է քրիստոնեական պետություն որպես, չհաշված, որ մի քանի տարի առաջ պաշտոնական սպիտակ տանդեմ բացեցին սատանու արձանը և 2 տարի առաջ օրինական թույլ տվեցին սատանիզմի արդեն կրոնը, հասկացաք, պաշտոնական, բայց բոլորի մոտ տպավորություն է, որ քրիստոնեական պետություն է։ Հիմա Թուրքիան հանդես է գալիս որպես շայտանների Իսրայելի դեմ կռիվ է տալիս, մուսուլմաններին է իբր թե պաշտպանում։ Ամերիկան Իսրայելի կողմից կռվում է Իրանի դեմ։ Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ Հիմա ոնց հասկանամ, Ամերիկան կռվում է Իսրայելի օգտին Իրանի դեմ, Թուրքիան Ամերիկայի բանակն է, կռվում է Իսրայելի դեմ, իհոգուտ Պարսկաստանի, մարդկանց լրիվ էշի տեղ են փորձում դնել։ Եթե Ադրբեջանն ու Իրան ունեն փաստաթուղթ, որ իրանք իրար հետ են, ոնց է հիմա Ադրբեջան Իսրայելին տրամադրում վայենի բազաներ Իրանին խփելու համար։ Իրականությամբ ժողովուրդ ջան, այդ սաղ մենց բեմադրություն է, ոնց որ Արցախի կռիվը սարկում են թալիշներին, լիզգիններին, ստեղից էլ հայերին տանում են, տալիս են իրար սպանել, վերևից բայրակտարով խփում են և մեզ և իրանց, որովհետև մեր ու իրանց հողերի վրա, մեր պաբերի ու իրանց պաբերի արնան վրա ստեղծել են Ադրբեջան, բնիկ ժողովուրդին պիտի վերացնեն։ Նույնը արեցին Ուկրաինայում, ռուսներին, ուկրաինցիներին բերեցին, քաշեցին ռուսերեն լեզվի խոսալու իրավունքի համար, ով որ արկելում էր, իրանք բոլորը սաղ են, ով որ ամեղ էր, իրանք սաղին կոդորեցին։ Բերում են բնիկ ժողովուրդներին, տալիս են սպանել, հիմա Թուրքիան Ուկրաինայում իբր թե ուկրաինցիներին էր օգնում, Ադրբեջան Ուկրաինայում ուկրաինցիներին էր օգնում Ռուսաստանի դեմ։ Բա եթե Թուրքիան կռվում էր Ռուսաստանի դեմ, բա Պուտինը ոնց էր 25 միլիարդանոց ատոմակայան կառուցում թուրքերի համար, այսինքն դու թշնամուն կերծնում ես, չաղացնում ես, ամեն պայմանները ստեղծում ես, որ ինքը գա քեզ սպանի, քո ժողովրդին սպանի, ժողովրդին սպանում են, իրանք բաժակ-բաժակի են խփում, Էրդողան, Ալիև, Պուտինը։ Բա իրան ժողովրդին, որ կոդորում են, ոնց են իրան ժողովրդի կոդորողների գլավնակամանդուշիների հետ բաժակ էր խփում այդ պահին։ Ումն են էշի տեղ փորձում դնել հիմա 127 թե 128 երեխա, այո, պարսիկ երեխեքների դբրոցը խփեցին, Պուրիմին արունը թափեցին, սրդին Նիկոլի նման հովարան կարեցին, ու էլ մարդ չի զոյվում, եթե զոյվում են, Իսրայելից մարդ չի զոյվում, ժողովուրդ ջան, ոչ մի եվրեյ չի զոյվում, ոչ մի պատերազմների մեջ, զոյվում են բնիկ ժողովուրդներ։ Հիմա Իրանում, ինչքան պարսիկ կան, քաշելու են տանեն կռվի, իբր թե կռիվը, նա ոտքեք նախորոք տալու են Իսրայելը, Ադրբեջանը, խփելու է բնիկ ժողովուրդին։ Էս պորնիկները, ջվուդները ստեղի, Վլադիմիր Պողոսյան ու Խաչիկ Ասրյանը հայերին ուզում են տանեն, իբր թե հայերն իրանց լավ զգան, Հայաստանն են պաշտպանում, այնտեղ Իրանում պահեն, Իսրայելը առաջ չգա, տանեն մեր երեխեքներին կոդորեն, պարսիկների հետ, իսկական պարսիկներին, ու ժողովուրդ ջան, ձեզ ասում եմ, ամբողջ աշխարհով կռիվ են գծում,
Սյունիքը հանձնելու համար իրան կուկուրուզ են հետևները մտցնում, պիրաշկիներ առանց սալֆետկի զղտգվում են, սոխարաձե հարց են լուծում, Հայաստանում նվագեց քիչա, հիմա գնացել է թիլվիզնա դավուլ զուրնա խփում։ Սա ինչի համար է արվում, ժողովուրդ ջան, նախ ձեզ զբաղվեցնում են, երկրորդը Հայաստանը ոչնչացնելու համար փաստաթուղթ գրեն, բա ձեր Պաշտպանության նախարարը, ազգային ժողովի վիբրատորը, դավուլ զարգող Նիկոլ Փաշինյանը գաստրոլներ էին տալիս Հայաստանով մեկ քիչա, հիմա ելել են միջազգային մասշտաբով են գաստրոլներ տալիս, բա դուք տեր չեք կայնում երկրին, դրա համար երկիրը վերացավ։ Այս խաղն են խաղում, ժողովուրդ ջան։ Ինչ ընտրարշավի։ Ընտրարշավը մի ամիս առաջ, ուղիղ մի ամիս առաջ, ընտրություններից առաջ, հուլիսի 17-ին, ուրեմն հունիսի 17-ին նոր պիտի սկսվի։ Ինչ ավտոբուս նստում են, տաշիկ-տուշիկ սոխարած, ելել են ֆռռում են, այդ տպավորությունն են թողնում, ժողովուրդ ջան, աշխարհով մեկ, որ Հայաստանը կայֆերի մեջ է, թքած կա։ Ասրյանն էլ հետաքրքիր է, քո արծիվները երկրում ղեկավար կա, տեղյակ ա, որ դու գնացել ես, ասում ես հավաքեմ սաղ ճժերին, տանեմ, Պարսկաստանը պաշտպանեմ։ Իհարկե ջվուդներով պայմանավորվել են, սարկում են։ Դու ինչ իրավունք ունես, կամավորական ջոգատ, առանց երկրի ղեկավարության, գնում ես, ասում ես, ես գնում եմ Հայաստանի անունից օգնելու։ Իհարկե իրանց կազմակերպածն է պատստավ անելու համար։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, արդեն հոդվածներ են սկսել գրել, կարտամ հիմա հոդվածը։ Ասրյանն իրան էջին դրել է, որ սաղ կարտան տեսնեն։ Երոնի Альберт Исаков, ջվուդ։ Лидер террористической организации. Армянские орлы из Еревана. Лидер террористической организации. Իրան էջին էլ դրել է։ Մի հատ բառ էլ չի գրել, գիտեք։ Ձեր տիրոշմերն ես ինչ եք գրում, չէ։ Лидер террористической организации «Армянские орлы» из Еревана Хачик Асриян и его кореш Владимир Погосян подошли к послу Ирана в Армении и прямо предложили свое содействие. В частности, этот нацик Асриян сказал послу Ирана, что они готовы приехать в Иран, организовать там из местных армян отряд из 5000 боевиков и сражаться с братским народом Ирана против его внешних врагов США и Израиля. Ага. Դու գնում ես Պարսկաստանի հայերին հավաքես, Իրանը պաշտպանես, այսինքն Ամերիկայի հայերին էլ Տրամպը պիտի ասի, ելեք դավայցի փասափուսեց հավաքեք, սիկտիրվեք Հայաստան։ Դե եթե Պարսկաստանի հայերը պիտի Պարսկաստան պաշտպանեն, դուք կամ գնում եք կռվում եք Իսրայելի համար, կամ էլ եք ստեղից սիկտիրվեք բոլորոց։ Հասկացաք ինչ խաղ են խաղում մեր գլխին։ Հիմա Этот Асриян всем своим видом, манерами, речью подражает своим фюрерам, Գիտլերու ինժդեն, արդեն Գիտլեր еврей բոզից ծնված Գիտլերը դարձավ նаш արմյանսկի, ни много ни мало։ Նժդեին էլ ժողովուրդ ջան, որ միֆ են փաթաթե, որ Նժդեն Ղրիմում հավաքել է 5000 հայի ջոգատ, կռվի Գերմանիայի կողմից սովետի դեմ, սա բլեֆ է, այդ Նժդեից բացի բան մնացած 5000-ին ինչի չբռնեցին, հա? Նժդեին բռնեցին իբր թե Գիտլերի պասոբնիկն է։
Բայց 5000-ն ինչի չբռնեցին։ Են որ Վանիցյանը գնաց նստավ Ջվուդ Սալավիովի դեմ ու ձեռ առան։ Կրիմ չէ, Կրիմ նаш, Կրիմ վаш, нет, Կրիմ не наш։ Կրիմ իրականության։ Տատուս հորող պորթորը, ակադեմիկ իստորических նауկ Վարդգես Միքայելյան, բոլոր փաստերով, փաստաթղթերով, նկարներով ապացույցել է, որ այո Կրիմ նаш։ Էլան Նժդեի անվան տակ շար արեցին հայերի վրա, որ հայերին աքսորեն Կրիմից քշեն Սիբիրները, ժողովուրդ ջան, Ալտայսկի կրայ, Սիբիր։ Հետո Մարգարիտա Սիմոնյան с мягким знаком перед Յանի առաջ մягкий знак չի գրվում ռուսերեն լեզվով։ Մետքենա, որ էսի ջվուդա։ Մարգարիտա Սիմոնյաններ են ստեղծում Ասրիանից ու մնացածից բետար խաչը ստեղ խպած ջվուդը։ Լավ ասեց Ուկրաինու նադը բամբից սարկեցին, որ հայը պահանջում է քրիստոնյաներին, ուկրաինցիներին խփել, որ մի հայը, որ մի քրիստոնյան կասեր ռուս քրիստոնյա էլի գնա խփի ուկրաինցի քրիստոնյա, բա եկա նաշը Ռաշիայի ռադիոկայանի տերա չի հասկանում, որ երկու պետությունում էլ քաղաքացիություն ունեն հազարավոր հայեր, իրանց գտանեն երկու կողմից պատերազմ, հայն-հային է սպանում։ Հասկացաք, որ ջվուդա։ Հիմա Նժդեի գլխին սարկեցին այս պատմությունը, որ հայերին, Ղրիմի հայերին աքսորի ենտարգեն հայաթափանեն Կրիմը։ Հասկացաք, ժողովուրդ ջան, հիմա этот Асриан всем своим видом ни много ни мало. Намана Наждеин всеми своими манерами, речью подражает своим фюрерам Гитлеру и Нажде. Кто такой этот Асриан? Я делал разбор здесь 17 минут. Смотрите, здесь, если данума հոդվածը, որինքը ինչ-որ բան է բացատրում, արդեն Հայաստանի պաստալով նախորոք արդեն հայտարարում են, որ մենք ոնց որ դեր են տանում, որ Պուտինը հետո մեզ օգնում էր, կրասուխա ՊՎՕ էր տվել Քոչարյանի խատր։ Վիդեոն տարածեցինք, որ Պուտինի գլխավոր խորհրդատուն ջվուդ կինը ելավ հայտարարեց, որ Азербайджан проведет антиконтртеррористическую атаку на милитаристический Карабах, сепаратистский Карабах, и никто его в этом не обвинит. Двойной խաղ։ Այնտեղ իրանց աուդիտորիայի համար փաստորեն հիմք են ստեղծել Եվրոպայով, Ամերիկայով, որ Ադրբեջանը կհարձակվի սեպարատիստի Ղարաբաղի վրա ու ոչ մեկը իրան չի մեղադրի։ Այո, ոչ մեկը չմեղադրեց, որովհետև բոլորը ջվուդներով սարկեցին։ Բա եթե մենք սեպարատիստի պետություն էինք, Ռուսաստանը ոնց էր մեզ ՊՎՕ կրասուխա տալիս։ Ռուսաստանը ինչի իրան դիպուտատներով, неаккредитованный ՊԳՎ-ով, ջվուդ ՊԳՎ-ով, սա Ղարաբաղ լծված են, իբր թե Ղարաբաղ էին պաշտպանում։ Սա նավոդկեկ էին տալիս ժողովուրդ ջան, որ մերոնց խփեն։ Հիմա հայեր կուկուրուզը էդևները մտցրած ման են գալիս աշխարհով մեկ։ Երեխեքը բաննագում են։ Մենք ականատես եղանք, ոնց մեր երեխեքներին նավոդկե կտվին, տվին խփել։ Դուք ինչ եք մտածում, այս երեխեքի վիճակը բաննագում։ Մեր հայ կոմանդնի սաստավը Արցախում կոտորեցին, ով որ սաղ էր մնաց է գլխներին գործ սարկեցին, նստծրին, իբր թե դավաճաններին։ Իհարկե, իրանք իրանց չնստծրին, քցին հայերի վրա։ Են ցնծած փորեր 123 գեներալ ուներ Սերժը փաստորեն, ասում են կաբինետնի, պարկետնի, ջվուդները, փորները ցնծած, բոշեկը,
մեր փողերով գեներալ էին վայելում, որ մերոնց դեմ տան։ Դուք ինչ եք մտածում հայեր, այս երեխեքների վիճակը, որ բաննագում են, իրանք էլ կուկուրուզը մծրած էդևները ման են գալիս։ Դուք չեք հասկանում, որ նավոտկեք արդեն տված են։ Դուք չեք հասկանում, որ ամբողջ հայ ազգի կյանքը հիմա վտանգի տակ է, նամանավանդ բաննագում ծառայող մեր զինվորները։ Բոլոր պետությունների կամանտնի սաստավը ջհուդներ են։ Ենա հոդվածը կարտացի, միայն ռուսական բաննագում 30,000 աֆիցեր կա ջհուդ։ Բարեյխի 70% եղել են ջհուդները։ Խալակոս չի եղել։ Ինչ եք մտածում հայեր։ Հիմա Իրանից Ադրբեջան ճամփա են սարքի։ Այդ հենց իրանք իրար դեմ են։ Պատկերացրիք, ճամփա են սարքել, ընդհանուր գնան գան։ Սյունիքը պիտի բացեն։ Հիմա թուրքերը ազերները հայտարարում են, որ Զապադնե Ադրբեջան պիտի ստեղծեն, քրդերը Կրասնի Կուրդիստան են, Վիլիկի Կուրդիստան են ստեղծում, արդեն քրդերին բերեցին այս հարցերի մեջ մտցրին, ահա։ Կիսելու են Պարսկաստանը 3 տեղով, ժողովուրդ ջան, թողելու են Պարսկաստան գա թակավորը ջհուդական թակավորի, Խոմեյնին չի մեռել, ժողովուրդ ջան, ազեր է եղել, ինքն իրան գործն արեց, դեմ տվեց, ինքը թռավ, ասում են ընտանիքով, տնով, տեղով, եթե ինքը երկրի ղեկավար էր, ինքը ինչա, կնիկ, երեխա, թորներով էր ղեկավարում երկիրը, բա վայենի պալաժենի է, 5 երեխեքը թորները կողքը երկիրա ղեկավար է, որ ռումբը քծեցին ընտանիքով սատկավ, աշխատանքի ժամ պատերազմ գիշեր ցերեկ պիտի ինք այդ գործերով զբաղվեր, կամ եթե հայտարարում են 300 մետր գետնի տակ բունկեր ունեն, ատոմնի բաներն են մշակում լաբորատորիաներ, 30 մետր հողի տակ իրանք չկարողացան այատոլլայի համար բունկեր ստեղծեին, որ այնտեղ պահկվեր, Իսրայելը տոչիչնի ուտարով խփեց ու միանգամից սպանեց, տնով, տեղով, ընտանիքով, իհարկե 90 տարեկան էր համարյա, գնում է Հավայան կղզիներ, մենակ գնային չանի, կնիկ, երեխա, թոր, մոր վերցրեց, գնաց այնտեղ վայելին, փոքր Իրան են թողնելու, Սյունիքով բանով ուզում են տան, Իրանից կտրեն, սարքեն, Զապադնե Ադրբեջան, Քրդիստանն էլ իրան հերթին, դրա համար պիրաշկի սնիշկի խաղալով, այնտեղ ասում են բալիստիկի ռակետա են խփում իրար, ինքը ձնագնդիկներով է կռիվ տալիս, հասկացաք ինչ են անում, Հայաստան ուզում են վերացնեն, ասեն, որ ձեր դեբիլները ձնագնդիկ են խաղում, կուկուրուզ էդևները մտցրած պիրաշկի էին զղտվում, հիմա հայեր, հասկացեք, իմ ձեր բոլորի կյանքը վտանգի տակ է, եկել է հասել է այստեղ դանակը յաթաղանը, ով ինչ հարազատ երեխա թոր, հեր մեր, կնիկ, երեխա, գերեզմաններ, ով ինչ ունի, ձեր սեփականության փաստաթուղթ, չգիտեմ ինչ հեքիաթներ, արցախցիներ սաղ փաստաթղթերն ունեն, ինչ սեփականություն, ինչ իրավունք, եկի հասել է այստեղ ժողովուրդ, ելեք, ոնց որ Горбачёва Элав ասեց, вы забыли, что 300 тысяч армян проживают на территории Азербайджана? Вы, евреи поганые, забыли, что 800 тысяч евреев здесь проживают на территории Армении? Мы уже всех знаем. И еще то, что прибыл ваш цыганский табор, их тоже знаем.
Вы как хотите? Чтобы мы их растерзали? Нет проблем. Հայեր, ասել եմ, պատրաստվեք ինչքան պայտուցիկ, վառվող, մռմռացնող բաներ կա, պատրաստվեք, մենք ուրիշ ձև չունենք, կամ էս յան, կամ են յան։ Եթե պիտի մեռնենք, մերծնում ենք իրանց, եթե պիտի ապրենք, սատկացնում ենք էլի իրանց։ Մնացածը ասու գործն է, մենք ինչ որ պիտի անենք, մնացածը ասու գործն է, պետք է որ մենք ապրենք, ուրեմն մենք կապրենք։ Հասկացաք հայերն ինչ խաղ են խաղում։ Ոչ մեկից Պարսկաստանում կռվի չեք գնում։ Սա բնիկ ժողովուրդներին դեմ տալու կռիվ է։ Всё, ուրիշ ոչ մի կռիվ չկա։ Եղերն են անում բոլոր ազգերին, բացի իրանց, ոչ մի հրյա չի սատկում։ Են որ գրում են տանկից դող, տպավորությունը, հա, ասեմ ձեզի։ Խաղը պիտի խաղան սկզբից, որ Իրանը Իսրայելին հաղթեց։ Բա էլան մակով, բանով, Պալեստինայի եղերնու ժամանակ ասին, որ Նատանյախուին պիտի դատեն, չէ։ Էլան ասին, որ Պուտինին Ուկրաինայի համար պիտի դատեն, չէ։ Ուրեմն ինչ են անելու։ 2 շաբաթ առաջ հայտարարել են, որ Պալեստինա չկա, շուտվանից եմ գոռում, այնտեղ ժողովրդին բոլորին կոտորել են։ 1 միլիոն դիակ են հավաքել, ժողովուրդ ջան, սառնարաններում, բոլորին ում նոր տարել են, օրգաններ հանել են, 1 միլիոն դիակները հավաքել են իրան ժերտվաներին։ Ուկրաինցիա, հայա, ռուսա, չգիտեմ, տարբեր ազգերին, պալեստինցի, պահել են սառնարանում, որ պատասխան չտան եղերնու համար, ոնց որ ասին, нет Советского Союза, нет того государства юридически, которое вам должно платить эти деньги. 70 տարի սաղ սովետական միության ժողովրդին աշխատացրին, փողերը բանկերում, ասին, всё, չկա այդ պետությունը, քծին բիրիկով։ Հիմա որ եղերնու համար Պալեստինային պատասխան չտան, պիտի գրեն, որ Իրանը հաղթեց Իսրայելին, Իսրայել բառը չի լինի քարտեզի վրա, կգրեն Պալեստինա։ Ծափ կտան, Իրանը հաղթեց, մուսուլմանական աշխարհը հաղթեց։ Իրանք այնտեղի ապրողները կմնան արաբերեն կխոսան, կթաքնվեն արաբների տակ, իբր թե պալեստինցիքն են։ 1 միլիոն դիակները, որ հավաքել են, կներկայացնեն իրանց ժերտվաներին, որպես հեսա նայեք, եվրեյները սատկան, պատասխան տվող չկա, հանգստացեք, всё, պրծանք։ Հասկացաք։ Ստեղ ինչ պիտի անեն։ Թուրքիա, Մուրկիա խառնում են իրար, Ռուբեն Վարդանյան, Արմեն Սարգսյան, Նուբար Աֆիյան, հիշում եք, խոսում են, որ Անգլիան օգնելու է հայոց հարցը լուծելու։ Դերը պիտի տանեմ, որ Եվրոպան էլ խփեց Թուրքիային, քրիստոնեական, մուսուլմանական, մենց կռիվի տպավորություն են ստեղծում։ Եվրոպան քրիստոնեական է։ Էրդողանն էլ հայտարարում է, որ ինք մուսուլմանական աշխարհի, в общем, սենց գերագույն լիդերն է։ Հասկացաք, ժողովուրդ ջան։ Եվրոպան պիտի հաղթի Թուրքիային, ջվուտներին բերեն լցնեն մեր պապենական հողերի վրա, են մնացած թշվար հայերին տան ծափ տալ, որ մենք հաղթեցինք, արտառությունը հաղթեց, մեր հայերն են, մեր են 15 տվի փախստականների, զոհվածների երեխեքն են, վերադարձան Թուրքիա մեր հողերի վրա, Թուրքիան բառը կջնջեն, կգրեն Западная Արմենիա։ Թուրքիան պատասխանատվությունից 1915-1923 թվի եղերնու պատասխանը էլ չի տա։
իրանք էլ ջվուդներով կկան կլծվեն, իրանց գերագույն երազանքը ջվուդը ապրի մեր պապենական հողերի վրա։ Այս խաղն են խաղում, ժողովուրդ ջան, Էփշտինի ցուցակներն էլ որ հանել են գծել են մեյդան, այս 10 տարի ասում են скоро национальные страны բան победят, ազգային պետություններ կդառնան։ Մենք որ սկսենք ջվուդների դեմ կռվել, մեզ ինչ քֆուր կար գրում են, որ մենք ինտերնետից փախնենք ամոթու, ասենք աման Աստված։ Իրանցից երեսով դուրս ստիպված եկան, քանի որ նժարին դրած է հայոց ազգի եւ Հայաստանի կյանքը եւ մարդկության կյանքը։ Իրանցից ուժեղ եղանք, մնացինք պատերազմի դաշտում, հիմա մենք ենք իրանց կզցնում։ Հիմա Իսրայելը, որ սկսեց Պալեստինային ռմբակոծել, իրանք սկսեցին հայի դեր տանել, Ռուսաստանում ռուսի դեր տանել, Ուկրաինայում ուկրաինցու դեր տանել։ Ախ вы евреи, ախ вы евреи, ախ вы евреи, նույն ջվուդները գողը սաղից շուտ սկսեց գոռալ ջվուդ, տպավորություն թողնեն, որ էսի հայերն են, էնի ռուսներն են, էսի ուկրաինցիկն է, էսի էսա։ Էփշտինի ցուցակները գծել են, Բիլ Գեյթսը փախավ, $132 միլիոն մի գիշերվա մեջ ծախեց տունը թռավ, չկա, վсё, պրծանք։ Տրամփն ասում է իմ անունը շատ էլ գրած է, դուք փաստեր ունեք, որ ես են մի բանից երեխա եմ արել, չէ, չունեք։ Անունս գրված է, կարող է գրել է բարի լույս Տրամփ, փաստեր չունեք։ Ինչ են սարքում։ Սարքելու են, որ իրանց դատեցին նացիոնալիստները, հասկացաք, սատանիստներին վերջ տվեցին, եկան պատրիոտ հայերը, եկան պատրիոտ ռուսները, եկան պատրիոտ ուկրաինցիկը, հաղթեցինք սատանիստներին, դարձավ էսի Հայաստան, էնի դարձավ Ռուսաստան, էսի դարձավ Ուկրաինա, էնի դարձավ Պալեստինա, բոլոր տեղն էլ ջվուդները նորից նստեն իրանց տեղը։ Էփշտինի ցուցակը ժողովուրդ ջան, դրա համար ենք հծե շրջանառության մեջ, մենք հիմա պիտի խելացի լինենք, գոյն է այս Էփշտինի ցուցակը, մեր բոլոր ժողովուրդներին բացատրենք, որ սրանք մարտակեր են, Դիկապրիոն որսեն, Դիկապրիո, դու մի ասա, հադուկ մինյուները ունեցե, երեխեքների վյալինը мясо хочет, չգիտեմ այնտեղ ժարինը мясо хочет, ինտերնետից սաղ փագել է իրան էջերը, թռել է ժողովուրդն աշխարհը պահանջում են, իրան պատիժը, մարդիկ միլիոնավոր մարդիկ իրանց երեխեքներին են ման գալիս, պարզվում է մարդիկ մենյու ունեն ռեստորանի նման, երեխեքների մսերից ինչ ճաշկերույթ իրանց համար պատրաստ են։ Հասկացա՞ք ժողովուրդ ջան, մարտակեր, երեխեքներին 12 տարեկան տղեկներին միջև բռնաբարել են այն աստիճան, որ մեռել են երեխեքը տեղում։ Կնանիքներին ոնց որ թրջնաբուծական կա, ոնց որ գոմ կա, անասուն ենք մենծացնում, շատացնում, կնանիքներին բռնել են, տարել են հադուկ պատվալների մեջ, հղիացրել են, պահել են, իրանց հայ երեխա ֆերմայի նման երեխա բերեն, որ իրանք թար միս ունենան, ժողովուրդ, ես ձեզ էլ ոնց բացատրեմ, սրանք մարդ չեն, մարտակեր են, Արունախում, որ ասում են, իրանց մասին է խոսք, Արունախում թուրք, որ ասում են, իրանք են թաքնված, հիմա Օսմանյան կայզերությունը գոյություն ունեցել 1915 թվին, կայզերությունը պետությունից բարձր է, Օսմաններն ինչի իրանց պետությունը լիկվիդացրին, դարձան պսովրական պետություն, ինչի կայզերությունը լիկվիդացրին, գրվան թուրք, ինչի Օսմանը գրվավ թուրք, Օսմաններին ու հայերին տվել են, սպանել են քրդերով ու թուրքերով, իրանք նստել են այդ ջվուդները քուրդ ու թուրք, գրել են պետության անուն Թուրքիա, մարդիկ մտածեն, որ Օսմաններն են, ոչ Օսման կա, ոչ հայ,
ժողովուրդ սպանել են, ջվուդներն են նստած թուրքի քրդի անվան տակ իբր թե մուսուլման են, դրա համար Պալեստինան որ կոտորեցին, աշխարհի կեսից շատ մուսուլմանական երկիր է։ Բա հիմա մի այատոլլայի համար ջիհադ են հայտարարել, մուսուլմանական աշխարհը ջիհադ է հայտարարել, բայց ոչ թե իուդաֆաշիստներին, այլ քրիստոնյաների դեմ։ Հասկացաք ինչ են անում։ Բա մի ամբողջ Պալեստինան կոտորեցին, ջիհադ ինչի չհայտարարեցին ամբողջ մուսուլմանական երկրները, որովհետև 50 տարուց ի վեր ունիվերսիտետ ունեն, մոլեկ են արտադրում ջվուդներից, ուղարկում են մուսուլմանական երկիր, սաղ իրանք են լծված։ Դրանց էլ է տենց են հարիվ ծրել, հիմա ջվուդներն անգամ իրանք են ասել, 22 թվից գոռում եմ Ուկրաինայի պատերազմից, որ մուսուլմաններն ու քրիստոնյաները մեզ միշտ դարերով հանել են իրար սպանելու, մենք պիտի միանանք իրանց ընդհանուրով, միանանք իրանց դեմ։ Այո, 6 ամիս առաջ կարտացել եմ, հրեաներն ասել են, որ конец еврейству наступит с объединением мусульман и христиан։ Դրա համար իրանք հիմա մուսուլմանական, քրիստոնեական իրանց խաղերին տպավորություն են ստեղծում, որ ինչքան քրիստոնյա ու մուսուլման կան, իրական քրիստոնյա ու մուսուլման կան, ելնեն իրար ջարդեն պրծնեն, որ իրանց դեմ հագաուժ չլինի։ Էսա ժողովուրդ, պատրաստվեք, ով ինչ ունի, ինչքան ջվուդ հրյա կա ստեղ, սաղին պիտի սատկացնենք։ Մեզի դեմ տվողներն իրանք են։ Ներսինը սպանեցիր, դրսինը всё, մեռա, վախից մեռա։ Հասկացաք ինչ ա կատարվում, ժողովուրդ ջան։ Շնորհակալություն, գիշեր բարի։